Նոր ուսումնական տարվան ընթացքում սեպտեմբերի 1-ից սկսած ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանի հրամանով ոստիկանությունը երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության հասարակական կարգի պահպանության եւ ճանապարհային երթևեկության ապահովման ուղղությամբ զգուշացեք երեխաներ են խորագրով միջոցառման շրջանակներում։ Նման միջոցառումների անցկացումը առաջին անգամ չէ եւ նպատակ ունի ապահովելու առաջին հերթին երեխաների անվտանգությունն ու կանխարգելելու ճանապարհատրանսպորտային հնարավոր պատահարները։ Այս մասին ասաց ներքին գործերի նախարարության աշխատակից Գեորգի Խաչատրյանը։ Ըստ նրա ծառայությունները կազմակերպվելու են հանրակրթական դպրոցների եւ այլ կրթական հաստատությունների, հարակից տարածքներում համայնքային եւ բարեկային ոստիկանության աշխատակիցների կողմից։ Ուժեղացված ծառայությունը նշված հատվածներում սկսվելու է առավոտյան 8-ից մինչև 9:30, ապա շարունակվելու է 12:00-ից մինչև ընդհանուր դասերի ավարտը։ Են դարձվելու հիմնականում այն դպրոցները, որոնք գտնվում են ճանապարհների վրա, հետնորդային անցումների, հետնորդների փողոցները հատելու եւ տրանսպորտի երթևեկությունը պատշաճ կազմակերպելու նկատառումներից ելնելով հանրակրթական ուսումնական հաստատությունների հարող այն փողոցներում, որտեղ չեն լինի գծանշումներ, լուսացույցեր, հետնորդային անցումներ, որպես կանոն հետնորդի անցումը, այսինքն փողոցների հատումը կազմակերպելու են խմբերով ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ։ Բանախոսներից բարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանի խոսքով բարեկային ծառայությունը արդեն իսկ օգոստոսի 24-ից սկսած իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Մասնավորապես առևտրային կենտրոնների դրանց հարակից տարածքներում երթևեկության անվտանգության կանոնների պահպանման եւ խցանումների վերացման համար։ Ըստ նրա սեպտեմբերի 1-ից հետո բարեկային ծառայության կարգախմբերը ծառայություն են իրականացնելու դպրոցների հարակից հատվածներում ամբողջ Հայաստանում։ Մաթևոսյանի խոսքով ծառայությունն իրականացվելու է երկու տարբերակով՝ շրջիկ եւ ստացիոնար։ Բարեկային ծառայության պետի տեղակալը անդրադարձ կատարեց Երևանում անվերջանալի թվացող խցանումներին։ Վերջինս ընդգծեց, որ նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո խնդիրն ավելի սուր բնույթ է կրելու։ Նա այդ իրավիճակը պայմանավորեց մարզերից դեպի մայրաքաղաք մեծ հոսքի հետ։ Շարժը շատ է լինում Երևանի հարակից շրջաններից դեպի Երևան։ Մենք փաստեր ունենք, որ տարբեր մարզերից Երևան բերում են դպրոցներ, մանկապարտեզներ, այսինքն Երևան քաղաքում այդ պիկը լինելու է։ Մենք այս պայն անցնում ենք ուժեղացված ծառայության, բայց հավատացեք, այդ ուժեղացված ծառայությունը միշտ պահվում է, որպեսզի հնարավորինս խցանումների հարցը կարողանանք լուծել, բայց խցանումների հարցը դա միայն ոստիկանության տիրույթում չէ։ Իսկ Գեորգի Խաչատրյանն անդրադարձավ դպրոցներում եւ առհասարակ թմրամիջոցների դեմ պայքարի եւ կանխարգելման միջոցառումներին։ Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ից սկսած դպրոցական ուսումնական հաստատություններին փոխանցվելու են իրազեկման տեղեկատվական թերթիկներ, որոնք պարունակելու են այնպիսի տեղեկատվական բովանդակություն, որի միջոցով հնարավոր կլինի պարզել երեխան օգտագործել է թմրանյութ թե ոչ։ Խաչատրյանի ներկայացմամբ թմրամիջոցների դեմ պայքարի կանխարգելման միջոցառումները բազմաշերտ են եւ ենթադրում են ընդգրկուն գործընթաց։ Մենք ունենք այս տարի անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկ դեպքի նվազում 2026 թվականի կիսամյակի տվյալներով ունենք արձանագրված 2 դեպք, 25 թվականի 2025 թվականի նույն ժամանակահատվածի համար 3 դեպք։ Իհարկե ունենք դեպքի նվազում, դրական արդյունք է, բնականաբար դրական արդյունք է, բայց ունենք արձանագրված 2 դեպք, ունենք մտահոգություն, իհարկե ունենք մտահոգություն։ Եթե քանի որ անկախ արձանագրված թվի քիչ քանակից, եթե ունենք արձանագրում, ուրեմն ունենք այստեղ անելիքներ եւ բնականաբար խնամքով վերաբերվելով մեր կողմից դրական արդյունքներին, բնականաբար այս ուղղությամբ պետք է մեր զգոնությունը չթույլատնենք եւ կանխարգելիչ աշխատանքները նույն թափով իրականացնենք։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները հորդորեցին դպրոցահասակ երեխաների ծնողներին ուսումնական տարվան ընթացքում ավելի ուշադիր եւ զգոն լինել, պահպանել անվտանգության եւ ճանապարհային անվտանգության կանոնները, ուշադիր լինել եւ երեխաներին զերծ պահել թմրավաճառներից ուղղակն ընկնելու վտանգից։